Տիկին Ռուզաննա, շատ կարճ հարցադրումներ, դուք այն անձն եք, որ տևական ժամանակ նաև մեր լրատվամիջոց եք եկել, բարձրաձայնել եք Մերձավանի 7 ամիս առաջ կրակոցների գործով ձեր որդին եք ալանավորված, շատ կարճ խնդրում եմ էլի, էս ինչ կատարվեց, ինչու կատարվեց, ինչու սենց ողբերգական հետևանքներ ունեցան։ Քնար ջան, ճիշտն ասած, ես 8 ամիս առաջ իմ ասածը ասել եմ ու խնդրել եմ, ոչ թե իմ ասածը, այլ ուղղակի կոչով դիմել եմ։ Հիմա ինձ թվում է կարիք էլ չկա այս ամեն ինչի մեջ նորից մտնել, նորից հիշել, վերհիշել այս ամեն ինչը, չնայած ես արդեն 10 օր այս ամեն ինչի մեջ նորից իմ ցավն եմ հիշում, նորից այն, չգիտեմ, ինչը որ ապրել եմ, այս մենք ինչը որ ինչ ճանապարհ անցել ենք այս 8 ամսվա Ռուզաննա, դուք պարբերաբար ասում եք արդար քննություն արեք, բայց սենց ողբերգական հետևանք պիտի ունենար։ Դուք արդար քննություն եք ուզում պնդելով, որ Արմենը չի մերձավանում, սպանել Գրիգորին Օհանյան, արդար քննություն եք, ասում եք մարդիկ էին մաքրում, դուք ահազանգում եք, այսօր դատախազ են հանե, քննիչ են հանե, ԱԱԾ-պետ են հանե, սենց պետք է լուծվեր հարցը։ Լավ քնար ջան, քանի որ հասել ես ստեղ ու չգիտեմ ինչքանով է էսի ես մի երկու բառով կամփոփեմ։ Ես ճիշտ է ասել եմ ու նորից եմ ասում, որ իմ տղեն մեղավոր չի այս հարցում։ Եթե ճիշտ ու արդար քննություն գնար, ես էլի եմ ասում ու պնդում եմ։ Թող բոլորը լսեն, որ իմ տղեն չի մարդասպանը։ Ես ամիսներ շարունակ ասել եմ, որ ինքը չի ու հիմա մենակ ինքն է կրում Չոբանքյարայում նստած է հիմա ինքը 8 ամիս է 8 երկար ու մի խոսքով ես էլի եմ պնդում, որ ինքը չի, թող այդ բոլորը լսեն ու բացեն այս գործը։ Ես անընդհատ եմ ասել, այս գործը բացեք։ Այս գործ ուղղակի գիտես մենք Դատարան է ուղարկվել, քննչական կոմիտեի նախագահն էր ասում, դատախազություններ, պաշտոնական հաղորդագրություն, որ գործը օբյեկտիվ քննվել է, գնացել է։ Ես հիմա ես չգիտեմ իրանք ինչ են ասում, բայց եթե այս գործին մի հատ, այսինքն կարող է իրանք իրանց պատճառներ ունեն, որ հիմա տենց են ասում։ Ես չգիտեմ, որ շարունակական չլինի այս ամեն ինչը նորից մահվան արդյունք չդառնա, այն չգիտեմ, այն մարդիկ, որ իրանց հոգին փողով ծախեցին, այն մարդիկ, որ ես շեշտում եմ, այս գործը որ բացվի, այս գործի մեջ շատ մարդիկ կան, որ կեղտոտ մարդիկ են, ես նորից չեմ վախենում ասեմ, պնդում եմ, ես ուղղակի պնդում եմ, որ մարդիկ իրանց հոգին ծախում են, այս գործ, փետրվարի 5-ի շարունակությունն է այսի, ես նորից եմ ասում ու էլի եմ ասում, ես այն ժամանակ, որ դիմեցի ծնողներին, հենց այնց չէի դիմում, որ ոնցով մեղադյալների ծնողներին Մերձավանցի ծնողներին եմ դիմել, ես ընդհանուր մերձավանցի ծնողներին եմ դիմել, որ ժողովուրդ միացեք, ձեր երեխեքին կործանման են տանում, դուք ձեր երեխու համար եք մտածել այդ պահին, բայց այսօր ձեր երեխու դեմ է օգտագործվելու, դուք պետք է ապրեք, դուք պետք է շարունակեք, ոնց եք ապրելու, այսինքն եթե դուք մեկին անմեղ մարդ, ես չեմ ասում, եթե հիշում ես քնար ջան, առաջի միակ ծնողն եմ եղել, որ ասել եմ իմ երեխեն ինչով մեղավոր է, թող դրա պատասխանը տա։ Ես ընդունել եմ, որ իմ երեխեն զենք է խլել, դրա համար թող պատասխան տա, բայց ոչ ուրիշի արածը, հիմա նորից էլի այս ամեն ինչը, մեկ էլ քնար ջան, գիտես ինչն է իմ համար ամենավիրավորականը, պետք է մարդ օբյեկտիվ լինի, կապ չունի այս կողմ, մենք կողմ, այդ վաբշե կապ չունի, պետք է օբյեկտիվ լինես, որ նորից շարունակական չլինի, Այսինքն դուք ամբողջ մեղքը տեսնում եք իրավապահների մեջ, որ օբյեկտիվ քննություն չեն արել, որ այսօր այսպիսի ողբերգական հետևանքներ եղան։ Իրականում հա, էտա, միակ պատճառն էտա, որ օբյեկտիվ չեն եղել, որ ուղղակի իրանց հոգին, ես ասում եմ, ծախել են ծանոթ, բարեկամ, փող, ավելի շատ են այդ ամեն ինչը գերագնահատել, քան այն անմեղ մարդու, որ կարա, չգիտեմ, 8 ամիսա ինքը այդ մտքի հետ, մենք այդ մտքի հետ չենք հարմարվում, մեր երեխեն այդ երեխեն չի, մենք այդ դաստիարակությունը չենք տվել, ուղղակի ինքը չէր կարա մարդ սպաներ, բայց ոչ մեկ չլսեց։ Ես իհարկե էլի եմ հիմնվել, ասեմ ինչի, իմ մեղավորությունն էլ կա, որտեվ ես ավելի բարձր ատյանների չեմ դիմել, հիմա արդեն դիմել եմ նամակով, դիմել եմ գլխավոր դատախազին հանրապետության, դիմել եմ քննչական կոմիտեի նախագահին, նամակով դիմել եմ,
Պատասխանները կգա կտեսնենք ըստ դրա ինչ ա լինում ամեն դեպքում իմ մեղավորությունն էլ տեղ կա ես հավատացել եմ մարդկանց դուք լավ գիտեք այսօր եթե դատապաշտպան են վարձում ուրեմն այդ դատապաշտպանը պետքա անմեղությունը իրոք անմեղությունը ես չեմ ասում սարքովի ես այն ծնողը չեմ որ ասեմ իմ երեխան էսմեղ արելա բայց նենց սարքենք որ ինքը այս պատասխանը չկրի ես միշտ եմ ասել ու 8 ամիսա ասում եմ հիմա իմ մեղավորությունը ինչումն է որ ես ավելի բարձր ատյանի իրանք Կարողա չեն իմացել։ Իրանք չեն ինչ իմանան։ Հիմա որ ես ստեղ աշխատում եմ, եթե փոքր մասշտաբ լինի կհասկանան, էլի պետք չի որ այսինքն անմեղ մարդու պետք չի։ Հիմա եթե ես ստեղ աշխատում եմ, ինձ մեկը դրել է այս գործին։ Ոնց կիմանա այն ավելի բարձր տեղը ես ինչ եմ արել։ Չի իմանա։ Եթե հետևողական չլինի, սենց ասեմ, բարձրաձայնել եմ, բայց ես մենակ լրատվամիջոցով եմ բարձրաձայնել ու ինձ էլ հետևողական ոչ մեկ չի գնացել, ոչ մի ձևի չի հարց տվել, խի բա, այս մարդը բարձրաձայնում ա, խի, ես ուրիշ տարբերակ չունեի։ Իմ մենակ այն էր, որ ես եկել եմ ձեր մոտ բարձրաձայնել եմ, բայց ինձ այդ ոչ մեկ ոչ ընթացքա տվել, ոչ էլ մտածել են ծնող եմ, ես այս իմ Պաշտպանողական ռեակցիան եմ, բայց հավատացեք ժողովուրդ ջան, այս պաշտպանողական ռեակցիա չի, այս մի հատ բան է, որ մենք 8 ամիսա անցնում ենք ու ոչ մեկին չեմ ցանկանա։ Կյանքում ոչ մեկի դեմ չեմ չարացել, ոչ մեկի, եթե այն ծնողը, որ այն մարդիկ, որ սարքեցին իմ տղու գլխին ու իրանք նենց հանեին, որ չգիտեմ Իրանք լինեին մեր տեղը, կներեք ես զանգից բան եղա, իրանք լինեին մեր տեղը, հիմա հաստատ ես չեմ պատկերացնում ես ինչ կանեին, մենք ուղղակի արդարությանն ենք ձգտել, ես ասում եմ իմ մեղավորությունն էլ կա, որ չեմ դիմել ավել, որտեվ հավատացել եմ, որ դատապաշտպանը իր գործը կանի, բայց դատապաշտպանն էլ մենք էլ մեր ձևով ենք ընդունել իրան, հավատացել ենք, ասել ենք դե փաստերը կա, ոչ մի ապացույց չկա, բայց ինքը կանի, այն ինչը որ ինքը պետք է անի, դե եթե ես պետք է անեմ, ուրեմն ես պետք է անեմ, խեմ այդքան փող ծախսում, որ չգիտեմ, իրանց հոգին ծախեն։ Ես ուրիշ բան չեմ ասում, ամեն մարդ թող իրա մեջ գտնի այդ սխալը, խիա այսօր այս վիճակում, խիա այսօր մերձավանը այս բոլորը մեղավոր են, բոլոր ծնողները ու մեկ էլ բոլոր այն մարդիկ, որ իրանց հոգին ծանոթա, բարեկամա, փողա, դրանք ավելի շատ են բարձր տեղում դնում, քան թե այն մարդկային կյանքը, որ իրոք, եթե ամեն մարդ մտածի, ոնց որ մենք ենք մտածում, հաստատ գոնե ինչ որ ձևով կկանխվի այս ամեն ինչը։ Ռուզաննա, իսկ դուք վարչապետին դատախազին, որ դիմել եք քննչական կոմիտեի նախագահին, այդ որ ասում եք հոգին են ծախե, փողով են ծախե, անուններ տվել եք, ոնց, ինչ քննիչ։ Հիմա այս դատախազն ու այս քննիչները կամ ԱԱԾ-պետն էին մեղավոր 8 ամիս առաջ Այդ հարցից չպատասխանեմ, թող նամակի պատասխանը։ Այ հիմա կխնդրեմ, որ հետևողական լինեք իմ նամակը, չգիտեմ, ես հանձնել եմ նամակները, հիմա կարծում եմ, որ ես միշտ հուսացել եմ արդարությանը, կապ չունի, ես վստահել եմ, ես հիմա էլ եմ վստահում եմ դատավորին, որ գործը բացի կարդա, ինքը կհասկանա, որ այս տղեն այս հարցում մեղավոր չի, Արմենի գործ էս ուրիշ ոչ, ես չպետք է ասեմ ով ա մեղավոր, ես չպետք է ասեմ ով ա ինչ արե, այդ պետքա բացեն այս գործը, ես էլ եմ կրկնում, փետրվարի 5-ի շարունակությունն է այսի, փետրվարի 5-ի շատ վատ բան եղավ, ցավում եմ այս ամեն ինչի համար, բայց եթե այն մարդիկ, որ մի քայլ առաջ անելուց առաջ մտածեն, կյանքում էսի չի լինի։ Բա մենք էլ էինք ծնող, բա էդ էլ մեր երեխեն էր, ժողովուրդ, էս էլ մերն ա, էդ էլ էր մեր համար հավասար էր մա, ժողովուրդ, էսի ինչ եք անում, խեք այսքան չարացեք, խեք այսքան փող ավելի շատ տեղ տալի, 8 ամիսա էլ տեղ չմնաց, ես չեմ ասում, ես սպասել եմ արդարությանը, հիմա այս փուլը այդ հոդվածներով դատարան մտցրեցին, բայց ոչ մեկ ոչ մի ձևի չփորձեց Բացի որ ինքը այդ մասով կապ չունի, ինչի համար արել են, բա ես ինչի այսքան ժամանակ ասել եմ, բարձրաձայնել եմ, որ ընդեղ ուրիշ զենքեր ա եղել, բա էսի հենց սրա շարունակությունն ա,
Տիկին Ռուզաննա, մի այսպիսի տեսանյութ կար, որտեղ երևում էր, հիշում եմ մեծ զրույցում դուք պատմում էիք, որ երևում է ինչպես են աղտոյանների կողմը զենքեր դնում մեքենաները ու տանում այդ տեսանյութությունը կա։ Քնար ջան, ես ասեմ քեզ, մի բան ասեմ քեզ, այդ երկու տեսագրության մեջ, երկու տեսագրություն կա, որի մեջ որ երևում է այդ վիրավորված Գրիգորետ երեխեն վազում է, քայլում է, գա, մի հատ այդ մեկն է, մի հատ այն մեկն է, որ Արմենը զենքը բնականաբար օրինակ ինձ կողքից որ ցույց տան, հիշացրու, որ լրագրողների մասով էլ բան ունեմ ասելու։ Ինձ ցույց տան, որ ես չեմ ճանաչում, առաջի տպավորությունը գնալու եմ, որ հեսա զենքը ձեռը բռնած ֆռում է, բայց մեկը չմտածեց, որ դուք ով եք, որ առաջինը որոշեք, որ ոչ մի քննություն չի գնացել, ոչ մի բան չեն արել ու առաջի իսկ օրվանից մեղադրանք են դրել վրան, այդ գիտես խի, որտեվ օղակը գծել են, զոհին մցրել են մեջը։ Զոհին մցրել են մեջը, այն պահը, որ իրան գծած են եղել, առաջի օրով ես էլի եմ ասել, որ ես չգիտեմ, թող բացեն տենան, քննությունը թող գնա տենան, թող այս գործը բացեն, ես էլի եմ ասում, այս գործը չբացվավ էլի է շարունակվելու, էլի է ոչ թե վերջից պտի գնան առաջ, այլ առաջից պտի գան վերջ, այդ պտի տենց լինի, գլուխը սենց չեն քորում, գլուխը սենց են քորում։ Ռուզաննա, ինչ ունեիք լրագրողների մասով։ Լրագրողների մասով նայ։ Խնդրեմ անուններ չտաք, բայց ձեր մտահոգությունը։ Չէ, ես անուն չեմ տալ, ես չեմ էլ հիշում, բայց այն ինչը մենք ինչ ճանապարհով անցանք, սուտ լրատվամիջոցների մեջով ենք անցել, այն բաները, որ մենք այս սենց ասեմ, առաջի իսկ օրվանից այս սուտ լրատվամի պետքա օբյեկտիվ լինեն, քնար ջան, ես նույնը քեզ եմ ասում, ամեն ինչում պետքա մարդ օբյեկտիվ, պետք չի ուրիշի դժբախտության վրա իրանց երջանկությունը կառուցեն, պետք չի ժողովուրդ, դուք վերևը Աստված կա, պետքա այդ Աստծո առաջ պատասխան տաք, ես ինքս որ մեկին վիրավորում եմ, մեկին վատ բան եմ անում, միշտ մտածում եմ, որ ինչ անեմ, որ ես իմ մեղքը ես զգում եմ, պետք չի ժողովուրդ, ես էլ եմ սխալ անում, բայց պետք չի ձեր երեխեքի կյանքը կործանեք, 14 հոգին առանձին են դատում, մի հոգին այդ որտեղ է, ոնց է գրված էդի։ Իսկ նիստումը առհասարակ չէր դատում։ Երկու հոգի ունեն այն կողմից, հա, այդ էլ այ հենց էս եմ ասում, որ մարդիկ, որ մի բան չեն իմանում, պետք չի սուտ լուրեր տարածեն։ Ես հիմա էլ եմ ասում, այնտեղ հոդվածներ են գրում Facebook-ում, իմ համար շատ վիրավորական է, բայց ես արդեն սովորել եմ նման մարդկանց բանի տեղ չդնեմ։ Facebook-ում գրառումներ են անում, որ մարդասպանը այդ հոդվածով, որ բացեք կերևը շատ մարդիկ են, այնտեղ կիսվում են, այնտեղ պետք չի ժողովուրդ։ Պետք չի, որովհետև դուք լավ գիտեք, որ դա իմ տղեն չի։ Շատ լավ գիտեք, պետք չի, սենց ստոր քայլերի պետք չի, ու մի հատ լրատվամիջոցներն էլ էս վերցնում են, սկսում են մեկի վրա 100 հատ դնել ու սուտը ճիշտը տարածեք, հետևողական եղեք, թող այս գործը բացվի, թող գնան միջև վերջ, եթե ես կարում եք քան պետք չի կողմնակալ լինել, ես այս կողմից եմ, դու այն կողմից ես, գործը ճիշտ բացեք, վсё, այս եթե չբացվի, էլի եմ կրկնում, փետրվարի 5-ի շարունակությունն է էսի։ Ես վստահ եմ։ Երբ որ գյուղը բաժանվել էր երկու մասի եւ աթոռի կռիվ էր գնում։ Ես վստահ եմ։ Ես չեմ կարա ասեմ, էլի եմ ասում, թող դնեն բացեն գործը, թող բացեն։ Ես ասում եմ դիմել, իմ մեղավորությունն էլ է եղել, այն մարդիկ այնտեղ նստած ինչ իմանան, ստեղ ինչ են անում, ով ինչ փող ա ուտում, ով ինչ ծանոթ ա խառնում, ով ինչ բարեկամ ա խառնում։ Դրա համար պետք է այս ամեն ինչը բացեն, գլխից գնան, որ հասկանան, ստեղ ես եմ մեղավոր, ես սուտ եմ ասում, իմ համար թող գան մի հատ պատիժ սահմանեն, ասեն, խի սուտ ասում։ Լրագրողն է սուտ լուրեր տարածում, ես այս կողմի լրագրող եմ, դու այն կողմի։ Նախաքննական մարմնի ղեկավարը, քննչական կոմիտեի ղեկավարը ասեց, գործը ուղարկվել է դատարան։ Այդ չեմ ասում, քնար ջան, ես այդ չգիտեմ, ես էլ եմ ասում, կարող է այս գործի շրջանակներից ելնելով են ասում, որ ավելի վատ բաներ չլինի, որտեղ հնարավոր է լինի։ Հնարավոր է, բայց եւ եթե էլ եմ ասում, այսօր ամեն մարդ որ կրեր իր պատասխանը, իր ճիշտ պատասխանը արժանի կրեր, այսօր ոչ մեկ դուք հասկանում եք, անմեղ մարդու սարքում եք հանցագործ, հանցագործին փրկում եք։
Այս չպետք է սենց լինի։ Եթե իմ երեխեն է մեղավոր, ապացուցեք, որ իմ երեխեն է։ Այդտեղ ոչ մի ապացույց չունեք։ Ռոզանա, դուք նաև մտավախություն ունեք, որ եթե իրավապահները փետրվարի 5-ի դեպքը չբացահայտեն, ապա շարունակական է լինելու։ Միանշանակ, պետքա բոլորը, ասում եմ, բոլորը, սկսած ես չգիտեմ, եթե գտնում եմ, որ ես էլ եմ մեղավոր, որ ես տունն եմ եղել, չեմ լսել, որ իմ տղեն տնից է իջել գնացել ու այդ ամեն ինչի մեջ մտել, որ զենք ա խլել, սկսած այն դրսի շնից, որ կարար ինչ-որ բան աներ այս բանը փրկելու, պետքա պատասխան տան։ Ոչ թե մտածեմ, վայ, իմ երեխեն մեղավոր չի։ Մեղավոր է, ես իմ մեջ գիտեմ, բայց ծածկեմ, քանի որ ինձ այդ ձեռ է տալիս, ես սուս մնամ, որ հանկարծ իմ երեխու թեման դուրս չգա։ Այս է պատճառը, որ բոլորը պատժվում են։ Բոլորը պատժվում են ինչի համար, անմեղ մարդիկ են ստեղ պատժվում։ Ցավալի է, այո, շատ ցավալի է։ Շատ ցավալի է այն փաստը, երբ որ կարելի էր այս ամեն ինչը նենց անել, որ ոչ մի մարդ չտուժեր, ոչ մի մարդ չտուժեր։ Շատ ցավալի է, ցավում եմ, բայց էդ էլ իմ երեխեն է, ժողովուրդ, հասկացեք։ Այն, եթե ես անկեղծ եմ ասում, եթե ես իմանայի առաջի օրով իմ երեխեն է, ես առաջի օրով եմ իմացել իմ երեխեն չի։ Ես ձեզ մի բան էլ ասեմ, որ տեսանյութը տվել եմ, ես եմ այնտեղ այս ամեն ինչը փաստ, բայց ես չպետք է անեի դա իմ գործը չէր, բայց իմ մեղավորությունը շատ կա։ Տեսանյութը դու տրամադրել եք ինչպես են ախտոյանները տանից հետևում ողջ իրադարձությանը ու ոչ Ես շատ բան եմ ասել, Քնար ջան, ես շատ բան եմ ասել, բայց երևի տեղին չեմ ասել։ Երևի պետք է գնայի, ընդունում եմ, որ երևի ավելի բարձր տեղ պետք է դիմեի, որ իմ ձայնը լսեին, որ հասկանային, բացեին։ Իրանք ոչ մեկ մեղավոր չի, չեմ կարող ասեմ մեղավոր չի։ Ես ասում եմ, այս գործին, որ դրել են փոքր մասշտաբը լինի, ինձ կարան հետևեն, բայց այս մարդը պետք չի էլի, որ այն որ ուրիշի մեղքը գցեմ, ասենք իմ մեղքը գցեմ սրա վրա։ Ես մեղավոր եմ, որ չեմ դիմել, կարողա դիմեի, չեմ տա, Քնար ջան, չեմ տա, որովհետև որ ասում եմ, նորից եմ ասում, այս գործը որ բացեն, ամեն ինչ պարզ է լինելու, ամեն ինչ։ Ես կարծում եմ, այս գործը արդեն բացել են։ Ես էլ եմ ասում արդարությանը, որովհետև ավելի բարձր մարդիկ են խառնված այս ամեն ինչին, կարծում եմ այս գործը արդեն ճիշտ ուղու վրա են, չգիտեմ, հետագան ոնց ցույց կտա, ես ասում եմ, դիմել եմ գլխավոր հանրապետության գլխավոր դատախազին, դիմել եմ քննչական կոմիտեի նախագահին նամակով ու հուսամ, որ այնտեղ արդեն ես դիմել եմ խնդրանքով, որ ինձ օգնեն, չգիտեմ, հիմա ես էլ եմ մեղավոր, որ ես իրանց ժամանակին չեմ դիմել, եթե ժամանակին դիմեի, այսքան բան չէր լինի, կարծում եմ, իմ երեխեն էլ 8 ամիս է, ինչի համար, թող իր արածի համար, հիմա ուզում էի ասեի, որ այդ Facebook-ում գրառումները, որ անում են, պետք չի անել ժողովուրդ ջան, որտեվ դուք դրանով ինձ էլ եք վիրավորում, պետք չի, մենք էլ ենք ծնող, մենք էլ այս 8 ամիսը անցել ենք այն վատ ճանապարհով ու անցնում ենք, այնպես չի, որ մենք այսօրվանից վերջացավ այդ ամեն ինչը։ Պետքա արդար լինել, պետքա ուղղակի արդար, պետք չի, որ փողով, ծանոթով ու էլ եմ կրկնում, իրանց հոգին ավելի տեղ տան այն բանին, ինչը որ պետք չի, մեղավոր է, թող ընդունի, ամեն ծնող թող ընդունի իր երեխեն այս մի հարցով մեղավոր է, վсё կվերջանա այս ամեն ինչը, իսկ եթե նորից ծածկեցին, վա, եսի իմը չի, եսի ստեղ չի եղել, ինտեղ չի եղել, եսի չի գնացել, եսի չի վերցրել, եսի չի արել, էլի նորից նույնը շարունակվելու է, կապ չունի։ Ես մտածում եմ, որ այս վենդետան եղավ, վենդետան ուրեմն արդար քննություն չի եղել, չէ, որ վենդետա է եղել։ Ես մենակ էդ եմ ասում, քննությունը եթե արդար գնար, ես 8 ամիս առաջ ասել եմ, սրանով է սահմանափակում եմ։ Վենդետա եղել, որտեվ քննության արդյունքները չի գոհացրել։ Ես հենց էդ եմ ասում, վсё։ Հիմա մնացածը ես ասում եմ, էլի դիմել եմ իմ մեղավորության պատճառով, որ միջև այսօր ավելի բարձր ատյանների չեմ դիմել։
Ես հիմա դիմել եմ, կսպասենք պատասխանին, հետևողական եղեք, խնդրում եմ դուք լրագրողներով, ոչ թե ես անհատական չեմ ասում ով ինչ, բայց պետքա որ օբյեկտիվ լինեք, ոչ մեկ ստեղ չի կարա ամեն մեկի հետևից ֆռա, որ տենա վայ այս մարդը իր հոգին ծախեց փողի համար, թե չէ։ Դրա համար ասում եմ, այս ուրեմն արդար քննություն չի եղել, որ վենդետան շարունակվել է։